Առողջ առավոտ, սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, ինչպես գիտեք, մենք ունենք նախընտրելի թեմաների ուղղություններ, հանրային առողջապահական, այնպիսի թեմաներ, որոնք բոլորիս ընտանիքներին են վերաբերում, երբեմն մենք չունենալով համապատասխան տեղեկություններ եւ կրթություն, կարծում ենք, որ դա վերաբերում է միայն մեր հարևանին կամ բարեկամին, մինչդեռ այդ խնդիրները հանրային առողջապահական բոլորինս են։ Գիտական նեղ ուղղվածության կամ հասարակական բժշկագիտական այնպիսի թեմաներ, որտեղ որ գիտությունն է առաջին պլանում եւ իհարկե նեղ մասնագիտական, կլինիկական հիվանդությունների վերլուծություն եւ այսպես շարունակ, այսօր մենք ընտրել ենք մի թեմա, որ ըստ էության բոլոր սեգմենտներում տեղավորվում է, բայց այն առաջին հերթին հանրային առողջապահական խնդիր է, մենք խոսելու ենք բոտուլիզմի մասին։ Իսկ խնդիրը մենք դիտարկելու ենք եւ քննարկելու ենք պրոֆեսիոնալ մի գործընկերոջ հետ, ում ես ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ հիգիենիստ Արայիկ Պապոյանի հետ։ Առողջ առավոտ, բժիշկ Պապոյան։ Բարև ձեզ։ Ես բարի լույսը փոխակերպել եմ առողջ առավոտի, այդպես եմ ողջունում ընդհանրապես եւ իմ ընտանիքի անդամներին եւ ընկերներին, ոչինչ։ Խնդիր չկա, առողջ առավոտ։ Բժիշկ Պապոյան, ես ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, մենք այլ հարթակներում բազմիցս առիթ ունեցել ենք համագործակցել եւ ուրախ եմ, որ հատկապես այս թեման միասին ենք վերցանելու։ Փորձենք հասկանալ բոտուլիզմը ինչ է ընդհանրապես, նրանց համար ովքեր գուցե առաջին անգամ են լսում եւ հիմա զարմանալու են, թե այդ անվնաս առաջին հայացքից իրենց սնունդը մինչև ուր կարող է տանել, հատկապես ամառը նոր է վերջացել ըստ էության, բոլորը լավ պատրաստված իրենց փակել են իրենց պահածոները, հիմա պետք է մի քիչ իրենց տխրեցնենք, խոսենք ինչ է բոտուլիզմը, հետո կանդրադառնանք դրա հանրային առողջապահական ասպեկտներին։ Բոտուլիզմը դա սննդային ծանր թունավորում է, որը հիմնականում ախտահարում է մարդու կենտրոնական եւ ուրեմն պերիֆերիկ նյարդային համակարգը։ Առհասարակ բոտուլիզմի հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում, սպորների ձևով եւ այն հեշտությամբ անցնում է արդեն միրգ բանջարեղենի վրա, որը որ մենք շատ սիրում ենք պահածոյացնել ձմռան պաշարները համալրելու համար։ Պահածոների մեջ, ինչպես մենք բոլորս գիտենք, ինքը առաջացնում է անոթ միջավայր, որը շատ լավ բարենպաստ պայմաններ է, որպեսզի հարուցիչը սկսի զարգանալ, այսինքն ինքը ձևափոխվում է իր վեգետատիվ ձևերի եւ արդեն սկսում արտադրել ուրեմն բոտուլոտոքսինը, որն էլ հենց հարուցում է հիվանդությունը։ Բայց բոլորը համատարած բոտուլինոտոքսինից օգտվում են եւ էսթետիկայի մեջ են տանում, այդ ոնց է ստացվում, որ մի դեպքում դա օգտակար է, մի դեպքում դա կարող է ընդհանուր մահացու լինել, ինչի մասին է խոսքը։ Ես այն վատ հեռուստադիտողն եմ, որ ձեզ ընդդիմախոսելու եմ փոքր կամ այս հարցերը առաջանալու են։ Շատ լավ, եթե առհասարակ ինչ-որ մի հատ նյութ կամ միջոց օգտագործվում է հենց մասնագիտացված բժիշկների կողմից, չգիտեմ, մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունների կողմից, այնտեղ բնականաբար պահվում են մի շարք անվտանգության կանոններ, դրան ներկայացվող պահանջները մեկ այլ մի քիչ ուրիշ են, այսինքն այնտեղ կան դոզաների խնդիրներ եւ այլն։ Եվ բնականաբար ես ուզում եմ ասեմ, արտոնագրվում են նաեւ հենց այդտեղից թունավորման դեպքեր։ Մենք կգանք դրան։ Այո, բոտուլիզմի դեպքեր արտոնագրվում են, իսկ արդեն տնային պայմաններում, երբ որ մենք չենք կարողանում ճիշտ վերամշակել մեր սնունդը, առհասարակ խորհուրդ է տրվում չպահածոյացնել, բայց եթե մենք չենք կարողանում խուսափել այդ քայլից եւ ամեն դեպքում պահածոյացնում ենք, գոնե մենք պետք է ուտելուց առաջ նա 20-ից 30 րոպե եղացնենք, որպեսզի այնտեղի թույնը չեզոքանա եւ լինի անվտանգ։ Բայց էլ եմ ուզում շեշտել, որ միակ ճիշտ տարբերակը տնային պայմաններում չպահածոյացնել եւ օգտվել միայն գործառնային նախադրության պահածոներից։ Հիմա մեզ որևէ հեռավոր անկյունում նստած նայում են ամենասովորական հայ ընտանիքը, որը դարերով իր պապիկ տատիկներից սովորել է, որ մենք ունեցել ենք պատմական դժվարություններ եւ մեր խոհանոցը ունի առանձնահատկություններ։ Մարդիկ ձգտել են պահածոյացնել, որովհետև արհավիրքների շատ են հանդիպել, որպեսզի միշտ այդ արհավիրքների ժամանակ նաև կարողանան վիճակը պահել եւ ինքնին ուղղակի սեզոնափոխություն է։ Հիմա այս մարդկանց մենտալիտետի մեջ խորը նստած է, ինչպես կարող ենք չանել։ Փորձենք հասկանալ որտեղից է գալիս խնդիրը, մոտեցումը եւ ինչպես անենք, որ իմ ու ձեր մեսիջը միևնույն է, տեսեք, ով որ չի պահածոյացնում, մեր կարիքը առանձնապես չունի, նա հասկացել է։ Մենք թիրախավորում ենք հանրության այն սեգմենտին, ով որ անում է եւ ռիսկի տակ է, բայց մենք հիմա իրենց ասում ենք, գիտեք ինչ, գնացեք այդ նույն բանը շատ ավելի թանկով գնեք խանութից։ Ոնց անենք, որ մեր մեսիջը տեղ հասնի։ Ինչի վրա շեշտադրում անենք, բժիշկ Պապոյան։ Մի արեք չի աշխատում։ Տեսեք, դա շատ հեշտ
դրվում է համեմատության մեջ։ Եթե մի նշան դնում ենք մեր առողջությունը եւ դուրս նշան դնում ենք պահածոյացնելը չպահածոյացնելը, բնականաբար ես կարծում եմ, որ մենք պետք է ընտրենք առողջությունը, որովհետեւ սա այն հիվանդություն է, որը նաեւ հանգեցնում է մահվան։ Եվ այո, Հայաստանում ևս արձանագրվում են մահվան դեպքեր բոտուլիզմից։ Հիմա այս երկու համեմատության մեջ ես ուզում եմ հարցնել մեր հանրության իրանք որը կընտրեն։ Տոտալ համաձայն ենք, բայց մենք կարծում ենք, որ դա հենց մեր ընտանիքը չպիտի լինի։ Մենք հայերով այդպես ենք մտածում։ Քանի դեռ մեր գյուղում դուք շատ ճիշտ նկատեցիք, կողքի գյուղը ավերում են, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Մեր մենտալիտետն է դրա մասին խոսում, ավանդական խոսք կա, չէ, ասում են մինչև դանակը չհասնի ոսկորին մենք ոչ իման չենք ասնում, բայց այս կոնտեքստը, այս միտքը մենք պետք է արդեն մեր վարքականներով, մեր վարքագծով սկսենք կանխարգելել ու ավելի խորը, ավելի լավ տեսանկյունից նայենք մեր առողջությանը եւ դրա հիմնահարցերին, որպեսզի մենք կարողանանք, որովհետեւ ճիշտ ասենք եւ այո, դոկտոր ջան, ես ուզում եմ ասեմ, որ շատ հաճախ լինում են թունավորման դեպքեր, երբ որ մենք զրուցում ենք թունավորվածների հետ, իրանք բոլորն էլ ասում են, «Խի եղավ դա մեր հետ»։ Բայց բնականաբար, ինչպես դուք նկատեցիք ձեր խոսքում, ոչ ոք ապահովագրված չի եւ միանշանակ եթե մենք կարող ենք շատ չնչին մի քայլով կանխարգելենք, ինչու չկանխարգելենք։ Հաջորդ հարցը որ տամ, մենք մեր տատիկի կամ մայրիկի տեխնոլոգիան այնպեսին է, որ դարեր շարունակ կամ տարիներ շարունակ մենք ուրիշ ձևով ենք փակում։ Եկեք շատ պրակտիկ լինենք, էլի, այսինքն չգնանք գիտությունից, ակադեմիական խոսքը պահենք, բայց դարձյալ թիրախավորենք այդ մարդկանց, ովքեր հենց հիմա մեր ամեն հաջորդ խոսքից հետո միևնույն է, մեր իմացած տեխնոլոգիան մինչև այսօր ոչ մի բան չի եղել։ Ես ընդունում եմ, համաձայն եմ այն մտքերը, որ մեր մայրիկների տատիկների տեխնոլոգիան բոլորին առանձնահատուկ է եւ ամենալավն է։ Այո, դա հարաբերս խնդիր չի, բայց ես ուզում եմ մի հատ փոքրիկ շեշտադրում անել, որ այդ տեխնոլոգիայի մեջ չի մտնում ավտոկլավը, չկա համապատասխան ջերմաստիճան 120-130 աստիճան եւ չկա համապատասխան մթնոլորտային ճնշում 1-ից 2, որը որ դարձնում է պահածոն միանշանակ անվտանգ։ Դե լավ, բժիշկ։ Այ երբ որ իրանք այդ ամեն ինչը ապահովեն, ես էլ իրանց հետ համաձայն եմ, բժիշկ ջան, շատ գրագետ համոզիչ խոսում եք, բայց մի բան ասեմ։ Լավ, այդ անվտանգությունն ու ամեն ինչը մի կողմ, փող ունենք, ամեն ինչ ունենք, բայց համը այն չի։ Խանութից գնացը մի տեսակ ոնց որ լավը չլինի։ Հասկանում եք, չէ՞, այս հարցերի հիմա նստած հեռուստադիտողը ինքը ընդդիմանում է մեզ։ Ես հասկանում եմ ձեր հարցը, իրականում ճիշտ տեղին հարց է, բայց էլի դոկտոր ջան, ես ուզում եմ ասեմ, որ այս դեպքում էլ մեր նշարի կողմը դնենք համը եւ առողջությունը։ Ավելին, եկեք առողջությունը կյանքը դնենք, այսպես այո, որովհետեւ ես ուզում եմ մի փոքր ստատիստիկա ասեմ, որպեսզի մեր լսողների համար, հանդիտողների համար ավելի պարզ լինի, օրինակ 25 թվականի միջև հոկտեմբերի 1-ը ներառյալ արձանագրվել է 10 դեպք Հայաստանում, իսկ 24 թվականի նույն ժամանակահատվածում 9 դեպք, որից մեկը եղել է մահվան դեպք։ Իրենք լավ չէին ստերիլիզացրել։ Անհնար է դա տնային պայմաններում։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր որ օգտագործում են, զուտ իրանց բախտը բերում է, որ այն պահածոն, որն ու խոսքը գնում է, հա, վարունգի մասին, լոլիկի մասին, այսինքն այն մթերքների հետ, որոնք որ շփվում են հողի հետ, իրանց բախտը զուտ բերում է այն համատեքստում, որ այդ հողը, այդ մրգի վրա, այդ բանջարեղենի վրա չի եղել սպորները, զուտ։ Դա պատահականության սկզբունք է։ Այսինքն վիճակահանությունն է կյանքի մահվան միջև իրականում, համի, գնի, ինչ որ կներեք, բայց արդեն անիմաստ ինչ որ մի հիմնավորման։ Ու հարց, օրինակ, ով է ընտանիքի այն անդամը, որ այդ պատասխանատվությունը պետք է ստանձնի, որ եթե ինչ որ մի բան եղավ, հասկանում եք, չէ՞, ինչի ման, հասկանում եք, չէ՞, հեռուստադիտող ինչի մասին է խոսքը։ Բնականաբար շատ դժվար է լինելու, որովհետև դարերով իսկապես պահածոյացնելը հայ խոհանոցի կանանց նույնիսկ հպարտությունն է։ Մենք տեսել ենք, չէ՞, ինչպես են ուղեկցում մեզ նկուղային հարկ, տեսեք, սա եմ փակել, իսկ խոսքը վերաբերում է միայն պահածոներին, թե կոմպոտներ եւ այլն, մի քիչ էլ արդեն ուրիշ գիրագիր։ Ես ուզում եմ ասեմ, այդտեղ հիմնականում վերաբերվում ուրեմն այդ մարինատներին, թթու մարինատներին, չգիտեմ, կարմիր բիբարին, կանաչ բիբարին, լորիկին, հա, իսկ օրինակ կոմպոտները, այո, իսկ կոմպոտները, որ իրանք պարունակում են շաքարի բարձր պարունակություն, նրանք ոնց որ անվտանգ են, որովհետև այդ պայմաններում, որտեղ բոտուլոտոքսին նախադրելու համար իրենք պետք է նաև ինչ որ թթվայնության աստիճան, իսկ արդեն կոմպոտների եւ այլի մեջ դրանք հաղթահարած են լինում հիմնականում մեզ։ Բայց ես ուզում եմ նաև այս համատեքստում մի ավելացում անեմ իմ նախքին խոսքին, վերաբերվում է համին, այս պարագայում ես զուտ այլընտրանք կառաջարկեմ, որպեսզի հենց բուն պահածո չանեն, այսինքն իրանք ինչ որ մի ձև դնեն բանկաների մեջ, տաղանների մեջ, բայց հերմետիկորեն չփակվեն, այսինքն ինչ որ սեզոնի համար, չգիտեմ, վարունգը աղաջրի մեջ պատրաստեն կամ տնական թթուն, որ ասում ենք, այդտեղ ինչ ռիսկ ունենք։ Թթուն, տեսեք, թթուն ռիսկը
իրա սրանում է կանում, որ այն կոպիտած մալականի թթունա, որ բոլորը սիրում ենք, իր արտաքին շերտերը շփվում են օդի հետ։ Այնտեղ խնդիր չկա, որտեղ անօտրացություն չի առաջանում, բայց այն ներսին երկևինը թթուն են, որ այսպես են դնում են, սխմում են, այո, այդտեղ առաջանում է խնդիր։ Այսինքն մենք կարող ենք սուտ նորմալ էմանապատարանների մեջ իրանց լցնել, պահելով, որ անօտրացություն չլինի, դա էլ որպես այլընտրանք։ Պապոյան, Բժիշկ Ավետիսյան, մի թթու ենք ուտում, դա չեք թույլ տալիս, մի նորմալ պերեցու ախորժակ ենք ուտում, դա թույլ չեք։ Նույնը գնենք, այսինքն գնենք հարստացնենք պետական ընկերություններին կամ մասնավոր ընկերություններին։ Դա էլ մեկ այլ գործարանային արտադրանքը անվտանգ է։ Ես դες վստահաբար կարող եմ ասել, որ առնվազն վերջի 15-20 տարին Հայաստանում մեկ դեպք չի արձանագրվել գործարանային պահածություններից, որովհետև ել եմ ուզում շեշտեմ, այնտեղ ապահովում է համապատասխան մթնոլորտային ճնշումը ավտոկլավների մեջ, ջերմաստիճանն, որ ինքը դառնում է լրիվ անվտանգ։ Մենք մեր կենտրոնի հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը բոտուլիզմի նկատմամբ իրականացնում է համաճարակաբանական հսկողություն, այսինքն մենք ստանում ենք բոլոր կասկածելի նախնական ախտորոշման բոտուլիզմի դեպքերը, որոնք որ մենք ուսումնասիրում ենք, ընդհուպ միջև ինչ են կերել, որտեղ են կերել, որտեղի ախտադրանքը եւ այլն, ու ոչ մի դեպքում կասկածելի սնունդը չի պարզվել, որ դա գործանեն ախտադրանք է։ Այլ եղել են բոլոր դեպքերում տնային պայմաններում պահածված։ Այստեղ ձեր ասած կշեռքը դարձյալ բերենք հորիզոն, հիմա դնենք, այսինքն պետական ասվածը գործարանային արտադրությունը եւ իհարկե տնայինը եւ դարձյալ գործարանայինը հոգուտ մեզ ավելի ծանրակշիռ է հոգուտ առողջության եւ կյանքի ու երբեք չգիտես թե այդ դեպքը քո երեխայի հետ կպատահի, հատուկ եմ շեշտում երեխայի հետ, որ մի քիչ ավելի ազդեցիկ լինի, կպատահի թե ոչ։ Հիմա եկեք թռիչքաձև բոտուլիզմի սննդային էտիոլոգիայից, պատճառացակումից թռչենք հիմա շատ պոպուլյար դարձած եւ ցավոք սրտի ոչ միայն լիցենզավորված ընկերություններում, այլև վստահ գեղեցկության սրահներում եւ տարբեր այսպես մանր անկյուններում քաղաքի տարբեր նմանատիպ ծառայություններ, կոսմետիկ արվում են։ Ինչ մեխանիզմով է այս դեպքում առաջանում բոտուլիզմը։ Ճիշտն ասած, հիմա ես ուզում եմ ասեմ, որ այս վերջի 1-2 տարիների ընթացքում եղել են 1-2 կասկածելի դեպքեր, որոնք որ բնականաբար իրանց չի ստացվել ապացուցել, որ դրանք հենց բոտուլոտոքսին, հա, այսինքն այդ թերապիայի ընթացքում են առաջանում, որովհետև մենք բոլորս էլ բժիշկներ ենք ու գիտենք, որ թերապևտիկ սխալները եւ դրա հետ կապված առաջական մի փոքր բարդ ընթացակարգով են բացվում, այսինքն մենք չենք կարողանում իրականացնել այդ դեպքում լաբորատոր անալիզներ եւ այլն, բայց միջազգային փորձը բնականաբար, որ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ցավոք սրտի առաջանում է, որովհետև այնտեղ կարող են լինել գերդոզավորման խնդիրներ, կարող են լինել ոչ պատշաճ պահպանման եւ այլն հետ կապված խնդիրներ, որոնք այո հանգեցնում են նմանատիպ դեպքերի։ Նույնիսկ ուզում եմ ասել, որ հնարավոր է լինեն թեթև ձևեր, որ մարդիկ չզգան կամ ընդհանրապես մի քիչ ունենան կլինիկական ախտանշաններ, որոնք որ ընթացքում անցնեն, դա չդիմեն բժշկական կազմակերպության, որը որ ստատիստիկայի մեջ չերևա կոպիտ ասած։ Եկեք հիմա կլինիկական ախտանիշներից, առանցքային ախտանիշներից եւ ռիսկերից խոսենք եւ թե մարդիկ նման դեպքերում ինչ պետք է անեն, ինչպես պետք է հազանգեն, կա արդյոք սպეციფიկ ուժ հաստատություն կամ ուղղություններ, ինչ քայլերի ընթացակարգ պետք է լինի։ Տեսեք, ուրեմն բոտուլիզմը ունի իր սպეციფիկությունը, առանձնահատկությունները, այսինքն դա այն հիվանդությունն է, որ իրան շատ դժվար է շփոթել այլ սննդային թունավորումների հետ։ Ինքը իր սպეციფիկա կլինիկաներից ես ուզում եմ ասեմ, դա ուրեմն կլմանակտի խանգարումն է, խոսքի խանգարումն է, ռնգախոսությունն է, բբերի լայնացումը, կոպերի իջեցումը, երկտեսությունը, տեսողության խանգարումները, շնչառական ինչ-որ խնդիրներ եւ ունի նաեւ կլասիկ ինչ-որ ախտանշաններ, որոնք որ ընդհանուր են, օրինակ գլխապտույտ, գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ եւ այլն։ Բնականաբար ես ուզում եմ ասել, որ կլինիկական նշանները կարող են առաջանալ օգտագործումից 2 ժամից սկսած մինչև 12-13 օրերի ընթացքում, դեպքը լինում են նաև մինչև 1 ամսվա ընթացքում, ու այս դեպքում միակ ճիշտ ճանապարհը դա ուրեմն դիմել բժշկական կազմակերպություն, որովհետև ինչքան շուտ մենք դիմենք, ինչքան շուտ ախտորոշվի, այնքան բնականաբար ելքը դրական է լինելու։ Իսկ եթե մենք էլի դանակը մինչև չհասնի ոսկորին այս մեխանիզմով առաջնորդվենք, այդ դեպքում մենք դիմելու ենք ուշ, արդեն բժշկական կազմակերպության համար լինելու դժվարություններ, բուժման եւ այլն առումով բնականաբար դա գնալու ավելի վատ դեպքերի ու ուզում եմ ասել, որ միանշանակ արգելվում է, չի խրախուսվում, չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։
չգիտեմ, ջերմուկ խմենք, սոդա խմենք, լիմոն խմենք, այս կարգի ինչ-որ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն է կարճը կասենք ինչպես ընդունված է մեր բժիշկների շրջանում, ինչ իրազեկման ծրագրեր է իրականացնում եւ արդյոք քաղաքացին, որ հիմա տպավորվեց, եթե ուզի հավելյալ տեղեկություններ ստանալ, ոչ թե բացանի ChatGPT-ին կամ Google-ը, այլ ազգային շտեմարանից ֆիքսված հանրության համար նախատեսված գրականություն ունենք, որտեղ փնտրեն այցելեն ձեր կայք, ինչ անեն, ինչպես է դա արվում։ Տեսեք, արդեն ասացի, որ մենք իրականացնում ենք համաճարակաբանական հսկողություն, դա մեկ ճյուղն է, որ մենք իրականացնում ենք։ Դեսա դու գործատուների հետ եք անում։ Ինչի՞։ Գործատուների հետ եք անում, ենթադրենք։ Համաճարակաբանական հսկողություն։ Հա, ինչպես եք իրականացնում։ Համաճարակաբանական հսկողությունն է մոտավոր 2 բառով կարճ ներկայացնեմ, դա եթե պացիենտը հիվանդ է, ասենք, ունենալու նշաններ, դիմա բժշկական կազմակերպություն անմիջապես սա հանդիսանում է ախտահերթ հաղորդման դեպքեր։ Ինքը 12 ժամվա ընթացքում գրավոր ու անմիջապես հեռախոսազանգով ներկայացնում է մեր համապատասխան մասնաճյուղի, տարածքային մասնաճյուղի, մենք Հայաստանով ամեն մարզում ունենք մեր մասնաճյուղը, որպեսզի ավելի օպերատիվ արձագանքենք նմանատիպ դեպքերին։ Թիմում մեր մասնագետները արդեն կապվում են ինչպես բժշկական կազմակերպության հետ, այնպես էլ տուժողի հետ եւ իրականացնում են հետազոտություն։ Ինքը ընդհանրում է, որ մենք վերցնում ենք նմուշներ կասկածելի սննդամթերքից, վերցնում են նմուշներ նաեւ ուրեմն մարդու կենսանմուշներ են վերցնում, այրում սմազանգված եւ այլն, որպեսզի հասկանանք դա բոտուլիզմ է, թե չէ։ Բնականաբար իրականացման նաև հետադարձ կապի ապահովումը բժշկական կազմակերպությունների եւ պացիենտների հետ վերլուծությունները հասանելի են, մենք ամսվա եւ ինչպես նաև տարեկան կտրվածքով արդյունքները հրապարակվում են ինչպես առողջապահության ազգային ինստիտուտի կայքեջում, այնպես էլ ստատիստիկայի կոմիտեում դրանք անպայման ներկայացվում ու բնականաբար մենք իրականացնում ենք նաև սանիտարական լուսավորչական աշխատանքներ մեր կայքեջերի միջոցով, մեր պաշտոնական NCDC.am հաղթակով, Facebook-յան էջով։ Սա է ուզում իմանալ, որովհետև առաջինը դուք արձանագրված կամ կասկածելի արդեն դեպք է արձանագրված դրան է ի պատասխան ռեակցիան։ Ես ավելի շատ խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր կուզեն հավելյալ տեղեկություն ստանալ, բայց հավաստի աղբյուրից, դա NCDC.am, հա։ Այո, NCDC.am կայքեջով է, ինչպես նաև մեր պաշտոնական Facebook-յան էջով, որը որտեղ պարբերաբար մենք ներկայացնում ենք տարբեր հիվանդությունների հետ կապված ուրեմն նրանց կլինիկաները, չգիտեմ, կանխարգելման առանձնահատկությունները, ճիշտ վարվելականները եւ այլն, այսինքն այդ սանիտարական լուսավորչական աշխատանքը նույնպես իրականացվում է։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ մենք ունենք նաեւ զանգերի կենտրոն, քաղաքացիներ ովքեր որ ինչպես է հեռախոսահամարը 012 80 8003 այդ հեռախոսահամարը, այսինքն այն քաղաքացիները, որոնք որ ցանկություն ունեն ինչ որ կոնկրետ հիվանդության մասին առավել մանրամասն տեղեկատվություն, հա խորհրդատվական ծառայություն։ Այո, մենք դա անպայման իրականացնում ենք։ Ու ուզում եմ ասեմ, որ արդեն այս վերջին տարիների ընթացքում, որովհետև մենք այս արշավները սկսել ենք արդեն բավական տարիներ առաջ, զգում ենք ինչ որ տեղաշարժ, այսինքն դրական իմաստով եմ ասում, որ քաղաքացիները հետաքրքրվում են ոչ միայն բոտուլիզմի հետ կապված, այլ նաև այլ ասպեկտների հետ կապված ու շատ լավ է, որովհետև ամեն դեպքում այս մեր բոլոր ջանքերը, ձեր ջանքերը, մեր ջանքերն ուղղված են, որպեսզի մենք ունենանք ավելի առողջ հասարակություն։ Ես այստեղ շատ տեղին մի նկատառում ունեմ, սիրելի հեռուստադիտող, ինչպես գիտեք, մեր հաղորդաշարը պարբերաբար մի ամբողջ շաբաթ է նվիրում այս կամ այն կառույցին, հատկապես պետական եւ ստրատեգիական նշանակության, որը եւ հանդիսանում է ՀՎԿ-ը, նրանց աշխատանքը լուսաբանելու համար եւ այս շաբաթ ամբողջությամբ խոսելու ենք հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասին, հյուրընկալելու ենք տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, բժիշկների, իդեմ օրը բժիշկ Պապոյանի։ Տեսեք, դիմեք անպայման եւ զանգահարեք նշված համարով 012 808003, ինչպես նաեւ կարող եք այցելել կայք ncdc.am եւ պաշտոնական Facebook-յան էջին բաժանորդագրվեք, որովհետեւ ես դիմում եմ այն հեռուստադիտողին, ով իսկապես մտահոգ է, ով իսկապես ցանկություն ունի, բայց գուցե ուղղորդման կարիք ունի եւ ավելի ընկերացեք այս կառույցի հետ, որովհետեւ այս կառույցը ինչ ուզում է լինի, եթե մենք համեմատենք մեզ զարգացած երկրների հետ, այնտեղ շատ ավելի CDC են, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոններ, տարբեր խոշոր երկրներ ունեն, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա խոշոր կառույց է, որի հետ անգամ ամբողջ պետությունն է հաշվի նստում։ Եվ այս կառույցը առանցքային նշանակություն է ունենում նաև արտակարգ իրավիճակներում, դրանք համաճարակային վիճակներ են, համավարակներ են եւ հատուկ սպეციფიկ ինչ որ արտահերթ վիճակներ են, որոնք պահանջում են խոշոր հանրային առողջապահական արձագանք, դա հենց այս կառույցն է, որի մասին մենք այս շաբաթ խոսում ենք։
Մենք էլ մեր հերթին մեր թիմով կարևորում ենք առողջ առավոտ նախագծում, որովհետեւ մեր պետական գերատեսչական մարմինների մասին ոչ թե լինի խեղաթյուրված կարծիք, այլ հստակ մարդիկ առնչվեն եւ իրենք կան այդ եզրակացությանը եւ լավը եւ վատը իրենք ամեն մեկը իր համար հասկանա։ Ես կարծում եմ, որ բոտուլիզմը անընդմեջ այն թեմաների շարքում կմնա, թոփ թեմաների, քանի դեռ մենք ամեն դեպքում ունենք այս մենտալիտետը, ռոմանտիկ չենք այնքան, որ մտածենք, որ հիմա թեկուզ մեզ բոլոր լսողները այլևս հենց հիմա կգնան, կասեն, գիտես ինչ տիկին, գիտես ինչ ամուսին ջան, այս ամբողջը, ասեն դե լավ, այս սեզոնը անցկացնենք, մյուսը չենք անի, վստահ եմ, որ այդպես են վարվելու, բայց ելերուսադիտող հիմա արդեն եթե դիտարկենք, որ դուք չգիտեիք ու Աստված մի արած թե դեպք եղավ, դա այլ էր, բայց հիմա եթե գիտեք ու շարունակելու եք անել ու նորովի, այստեղ արդեն ամբողջ պատասխանատվությունը ձերն է եւ սա առնվազն ինձ համար առնվազն նորմալ չէ։ Բժիշկ Պապոյան, որևէ հատուկ մեսիջ ուղերձ մեր հեռուստադիտողին, մեր գործընկերներին, ձեր անձամբ թեմայի շուրջ եւ վկայականից ունեք, եթե չէ, փորձենք ամփոփել։ Իհարկե, ես կուզեի երկու խոսքով ասել, նաեւ դոկտորը շատ ճիշտ նկատեց, որպեսզի մենք կարողանանք փոխել մեր վարքագիծը, բնականաբար ՀՎԿ-ը ամեն ինչով օժանդակում է իր լիազորությունների շրջանակներում, մեր սանիտարական լուսավորչական աշխատանքները, նշեցի կախարդական իրավիճակները, մենք ունենք արագ արձագանքման թիմեր, ներկայացված ենք ամբողջ հանրապետությունում, բնականաբար աշխատում ենք եւ եթե ինչ-որ հարցեր կան, որոնք որ առաջվում են մեր ոլորտին, դա կլինի արդեն հանրային առողջապահության ոլորտի իրավական կարգավորման հետ կապված հարցերը, սպეციფიկ հիվանդությունների հետ կապված հարցերը մենք պատրաստ ենք բաց ենք, աշխատում ենք եւ որևէ խնդիր չկա, կարող են մեր հասարակությունը զանգահարել, մոտենալ ամեն հարցով, մենք ինչով որ կարողանում ենք մեր լիազորություններով կօժանդակենք եւ ամենակարևորը, ինչպես ասում եք, առողջ առավոտ, ես կուզեմ ասեմ առողջ կյանք բոլորիս, որովհետեւ դա շատ կարևոր է եւ շատ փոքր ինչ-որ քայլերը վարքականոնների բնականաբար բերելու են մեծ արդյունքների բոլորիս։ Համամիտ եմ, բժիշկ Պապոյան, եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, որ նախ շնորհակալ եմ ձեր հաստատության ղեկավարությանը այսպես կառուցողական հարաբերություններ ստեղծելու եւ այս նախագիծը, ենթանախագիծը միասին առաջ տանելու համար, անձամբ ձեզ, որ ձեր թանկարժեք ժամանակը ուղեցիք այս հաղորդաշարին եւ մենք հանրության իսկապես իրազեկում ենք եւ երրորդ միտքը, որ կուզեմ ավելացնել, ես որպես քաղաքացի ասեմ, ինչքան էլ լինեմ բժիշկ, ունենամ գիտելիքներ, շարունակական կրթվեմ, լինեմ առողջապահության կազմակերպիչ, շատ հանրային առողջապահական գործընթացներ պատկերացնեմ, միևնույն է ուզում շնորհակալություն հայտնեմ այն աշխատանքի համար, որ դուք անում եք, որովհետև կարծում եմ մեր ազգաբնակության, մեր հանրության հիմնական խնդիրն այն է, որ երբ որ լավ բաները ընդհանրապես չենք նկատում, կամ մենք պրոֆեսիոնալ չենք, ձեր արածի 10%-ն էլ չենք կարող անգամ հասկանալ կամ անել, բայց ձեզ գնահատական ենք տալիս, դա շատ վատ հարատավոր երևույթ է, խնդրում եմ սիրելի հեռուստադիտող, ինչպես տեսնում եք, մենք երբեք կանգ չենք առնում վատ բաների վրա, վատ բաները համատարած են, ամբողջ մեդիան ողողված է վատ լուրերով, վատ մտքերով, այսպես ինչ որ անձերի կամ կառույցների շահերը ներկայացնող տարատեսակ խնդիրներով, եկեք մենք մեր հայրենիքը սիրենք այնպես, որ եթե կան մարդիկ, ովքեր աշխատում են եւ գործ են անում, մենք այդ մարդկանց կողքին կանգնենք, առնվազն եթե պրոֆեսիոնալներ են ու մենք նրանցից ավելի լավը չենք, ոչ մի գնահատական չտանք, ուղղակի լսենք, ենթարկվենք, հասկանանք, կամ առնվազն հետևություններ անենք։ Մի նեղացեք, սա ճշմարտություն է, չեմ ուզում մենք սիրուն խոսքեր ասենք, անցնենք առաջ, մենք ուզում ենք իսկապես, որ ոչ մի ընտանիքում այլևս բոտուլիզմի պատճառով մահ չլինի եւ կորուստ չլինի։ Յուրաքանչյուր հայի կյանքը թանկ է, ընդհանրապես մարդու կյանքը ամենից կարևոր արժեքն է, բայց եկեք ուրախ նոտայով շարունակենք։ Ես վստահ եմ, որ դուք մեզ շատերդ կհետևեք, կլսեք, ողջունում եմ ՀՎԿ-ի ամբողջ անձնակազմին, Բժիշկ Պապոյանի դեմ ձեզ եւ մնացածի։ Մենք շարքը կշարունակենք, նրանք ովքեր հետաքրքրված են այլ հանրային առողջապահական թեմաներով եւ այս կառույցի հետաքրքիր գործունեությամբ ամբողջ շաբաթ առաջարկում եմ առողջ առավոտը անցկացնել մեզ հետ։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։